Բարև ձեզ, սիրելի իմ տիկնայք և պարոնայք և իմ սիրելի ոսկե երիտասարդություն։ Այսօր մենք կխոսենք միայն թեմայից, թվերից, համատեղությունից, մարդկանց ըստ ծննդյան թվի համատեղությունից, ոնց կարելի է համատեղել մարդկանց ընկերությունը, մարդկանց սերը, որ իրանք ըստ ծննդյան թվերի համատեղելի լինեն, այսինքն ըստ ծննդաթվի մարդկանց ներդաշնակությունից, իրանց միացությունից, ինչքան կարևոր դեր ունի թիվը աշխարհում, երկրում և մարդկանց կյանքում։ Սկսենք դրանց, որ ինչպես ասաց Վոլտերը, եթե Աստված չլիներ, այն պետք է հարկավոր օրինել, որովհետև հենց հնուց եկած թվերը սկսել են միստիֆիկացնել, թվերին առանձնահատուկ աստվածային և միստիկ մոգական հատկություն նշանակել և որովհետև մարդիկ դեռ այն ժամանակ շատ սահմանափակ էին, այնուամենայնիվ մտածում էին Աստծու մասին, նույնիսկ այն ժամանակ քարե դարաշրջանում, երբ որ իրանք դուրս էին գալի որսի, իրանք նկարում էին իրանց ցանկացած որսի պատկերը, թե կլներ դա դինոզավր, թե բիզոն, թե ինչ կուզենային իրանք այդ ժամանակ որսեին ու սկսում էին աղոթել, որ Աստծո ուժը, օդի և գետնի ուժերը իրանց օգնեն, որ իրանք այդ օրը որսեին։ Հետո սկսեցին միստիֆիկացնել համատեղությունները, հետո սկսեցին միստիֆիկացնել թվերը, թվերին առանձնահատկություն տալ, մոգացնել և ամբողջ մեր կյանքը բաղկացած է ինչ-որ կարևոր թվերից, օրինակ ամբողջ մեր մոլորակի և ներդաշնակության լինելը կախված է ոսկե հատումից, որը հիմք է համարվում ամբողջ թվերի, ամբողջ իրերի, ամբողջ բնության ուժերի ընթացքում, ասենց ասեմ։ Ոսկե հատման օրենքը և բոլորդ գիտեք, այն ոսկե հատումը այն հատվածի բաժանումն է մասերի ամբողջը, որի մեծ հատվածը ներդաշնակ է բաժանած մեծ մասին, որը ներդաշնակ է փոքր մասին, ասենց ասեմ։ Ըստ դրա հետո գնում են Ֆիբոնաչիի թվերը, հետո գնում են այնուամենայնիվ խոսենք և այն թվերից, որ 3, 6, 9, որոնք էլի իրար մեջ շատ կապված են և հիմնականում բոլոր ինչ-որ երևույթներ կամ բաներ կան, ամբողջը հիմնված է այդ 3 թվի վրա, 3, 6, 9։ 7 թիվը շատ մեծ նշանակություն ունի մեր համար, որ ռուսերեն ասացված կա, 7 раз отмерь, 1 раз отрежь, այն հայերեն թարգմանվում է 7 անգամ չափի, նոր մի անգամ կտրի։ Ինչպես 7 նոտաները, 7 գույները, ծիածանի 7 գույները, 7 շաբաթվա օրերը, հետո եկան մեր մոտ հորոսկոպի 12-13 նշանները, որոնք էլի շատ կարևոր են, 12, ասենք,
տասնյակը եւ սատանայի տասնյակը, որը ասենք սկզբից ի սկզբանե հորոսկոպը եղել է 13 կենդանակերպով։ Այնտեղ մոռացել էին մարդիկ նշել, որ օծ պահողի մի հատ կենդանակերպ կար, որը հետո կրճատեցին, որ թվեր այն ժամանակ կտորակներ չեն կարող լուծել եւ ավելի շիտ կրճատեցին, որ ավելի հեշտ թվաբանական ինչ-որ արարողություններ կատարեն առանց կոտորակների։ Հետո ձեզ Տիկին Լուսյան ավելի, եթե ուզեք, ավելի մանրամասն կբացատրի, թե ինչի են սկզբից 13 թիվ, հետո 12 թիվ դարձել հուլիական կենդանակերպով հորոսկոպի։ Հիմա սկսենք խոսել Պյութագորոսի մատրիցայից, որը մեզ համար շատ կարևոր է, որի մասին ես ի սկզբանե խոսեցի։ Մենք խոսեցինք դրա մասին, որ ըստ ծննդյան թվերի եւ նույնիսկ մարդու անուն, ազգանուն, հայրանուն եւ ծննդյան թվերի հիման վրա կարելի է որոշել, թե մարդիկ ինչքան ներդաշնակ են, մարդիկ ինչ ունեն, ինչ պոտենցիալ ունեն իծնե, որի մասին դեռ նույնիսկ կարող է կես կյանքը անցած ապրած իրանք չհասկանան, թե իրանք ինչի համար են, շատ անգամ մարդիկ խոր ավելի իմաստուն մարդիկ միշտ հարցեր են տալիս, թե ինչի համար են իրանք եկել այս կյանք, ինչ դեր ունեն այս կյանքում, իրանց միսիան որն է։ Այս մեր թվաբանական հաշվարկները, ինչպիսին է Պյութագորոսական մատրիցան, ինչպիսին են հետո ուրիշ ԴՆԹ-ի եւ կարմայի եւ տոհմական կարմայի թվաբանական արարողությունների հիման վրա կարելի է շատ սխալներից խուսափել կամ ուղղել դրան այնց։ Ուրեմն հիմա ես որոշ բաներ եմ ստեղ պատրաստել, որ շատ բաներ չանեմ։ Իդեպ ասեմ նույն այս խեցինը ոսկե հատման առումով սկսվել է համարյա ասենց բաներից, որ Արքիմեդը, Պյութագորոսը, երբ որ սկսեցին հայտնաբերել, այս մի նշաններից մեկն է, որ իր մեջ պարունակում է այդ ոսկե հատման օրենքը։ Եվ այլ դա կիրառվեց մարդու մարմնի վրա, հետո ձյուրերը դա բացահայտեց, դրանց առաջ Լեոնարդո դա Վինչին բացեց կոդը, որ մարդու մարմինը ըստ ոսկե հատման ներդաշնակ է, այնուամենայնիվ չշեղմենք, անցնենք մենք երկրորդ հատվածի, որը այս Պյութագորոսի աղյուսակ մատրիցան է, որի հիման վրա տեսեք ստեղ երկու հատ ուրեմն աղյուսակ կա կազմած, որը տղամարդու ծննդյան հիմքի վրա արված, երկրորդը կնոջ արական եւ իգական սեռի, այսինքն այն մարդկանց, ովքեր ուզում են իրար հետ ընտանիք կազմեն, կազմում է այսպես աղյուսակ երկկողմանի, ու սրա կարելի է որոշել մարդիկ արդյոք իրար ներդաշնակ են, իրանք կարող են ամբողջ կյանքը հետո իրար հետ ապրել, որովհետև նույն, ասենք, բժշկության մեջ հազար անգամ կներեք, եթե մարդիկ իրանց X և Y խրոմոսոմների հիման վրա ներդաշնակ չեն լինում, իրանք շատ տարիներ կարող է տառապեն և չկարողանան երեխա ունենան։ Այդ հարցերով շատ խորը հետազոտություններ են կատարվել, դեռ վաղուց, որ հայտնաբերել են, որ շատ բաներ կա, կախված է, որ մարդիկ
երկուսն էլ նորմալ առողջ եւ չեն կարող երեխա ունենալ, որովհետեւ իրանք ներդաշնակ չեն, ասենց ասեմ, իրանք զուտ դրա պատճառով չեն կարող երեխա ունենալ։ Կան նաեւ տարբեր ուրիշ ծրագրեր, որոնց հիման վրա կարելի է որոշել, թե մարդիկ ինչքան իրար ներդաշնակ են եւ ինչ դեր ունի այս Պյութագորասի մատրիցան, օրինակ տեսեք, շարունակենք, ես մի քիչ ավելի ճակերտները բացեմ, որ ավելի պարզ լինի ինչ է տալիս մեզ Պյութագորասի մատրիցան։ Օրինակ ըստ ծննդյան թվի մարդու, այսինքն ծնվել է 17 հունիսի կամ հուլիսի ու 64 թվի կամ գումարում ենք այդ բոլոր թվերի իրար, հետո որոշելի արարողություններ ենք թվերի կատարում, այդ գիտությունը կոչվում է նումերալոգիա։ Ու դրանց հիմքի վրա գծվում է, կառուցվում է այս աղյուսակը։ Ստեղ ամեն մի սեկտոր, տեսնում եք, ստեղ ամեն մի սեկտոր ունի իր նշանակությունը ու ըստ դրա մենք կարող ենք որոշել, թե ինչ պոտենցիալ ունի մարդ իր կյանքում եւ ինքը դեռ չի բացահայտել կամ բացահայտել է, բայց լավ չի բացել իր կարողությունները։ Այս աղյուսակը եղել է արդեն այն ժամանակ, եւ երեխան նոր ծնված ծնողները գնում են նման մասնագետի, փորձագետի մոտ, ինչպիսին էին այն ժամանակ Էվկլիդը, Պյութագորասը կամ ուրիշ երկրներում, Եգիպտոսում եւ Հնդկաստանում ամեն մեկը ուներ տենց մի քուրմ կամ մասնագետ, որ կատարում էր այդ թվաբանական եւ աստղային հորոսկոպի արարողությունները, որ իմանեն իրանց երեխան ինչ ապագա կունենա։ Մեծ նշանակություն էին տալիս այն ժամանակ նաեւ անուններին, ազգանուններին, որովհետեւ դրանք էլ երբ որ վերածելով, ասենք, Այբուբենի հերթական իրանց թվերի, ամեն մի տար կազմում է ինչ-որ մի թիվ եւ հետո էլի գումարելով իրար այդ թվերը ստանում են մի ընդհանուր թիվ, որի հետ էլի թվաբանական արարողություններ էին կատարում եւ այդտեղ արդեն ըստ դրա որոշում էին, թե երեխան ինչ ճակատագիր կունենա, երջանիկ կլինի, երջանիկ չի լինի։ Այս առաջի թիվը ստեղ նշանակում է, թե մարդ կյանքում ինչքան առաջնորդ է, ինչքան լիդեր է։ Երկրորդ թիվը ստեղ նշանակում է, եթե իհարկե ըստ հաշվարկների ինքը ունի այդ թիվը ստեղ, երկրորդ թիվը նշանակում է մարդու էներգետիկան ըստ ծնված կյանքի։ Եթե մի հատ երկուսա, ուրեմն ինքը բավականին էներգիա ունի, բայց ոչ այնքան, որ կարողանա ինչ-որ մարդու ուրիշ օգտակար լինի։ Եթե ունի երկուս, այդ նշանակում է, որ մարդ ինքը կարող է ուրիշ մարդու բուժել իր էներգիայով, հպումներով կամ մասաժով կամ չգիտեմ։ Երեքը նշանակում է մարդ ինչքան տեխնիկային մոտ է, ինչքան իր տրամաբանությունը զարգացած է, ինչքան հակում ունի գիտելիքների։ 4-ը նշանակում է, թե իծնե իր առողջությունի արկայությունը, եթե 4 արկա է աղյուսակի մեջ, այսինքն ինքը առողջ կլինի, եթե
եթե 2-4 ունի, ուրեմն ինքը շատ առողջ կլինի, անգամ կարող է ձմեռով հպվել սառը ջրով եւ տարբեր ձևի ինչ-որ սպորտերով զբաղվի, որ կախված է ձյան եւ ձմեռվա հետ։ 5-ը նշանակում է մեր տրամաբանությունը եւ կանխազգացումը, այսինքն ինտուիցիան։ 6-ը նշանակում է, թե մարդն ինչքան աշխատունյակ է եւ սիրում է աշխատանք, ասենք տան գործ անել կամ ինչ-որ մի ֆիզիկական աշխատանքի հետ է կապված։ 7-ը նշանակում է, թե մարդն ինչքան մոտ է արվեստներին, ինչ ինքը իրանից ներկայացնում, ինչ տաղանդներ ունի, որպես արվեստագետ կամ որպես արվեստ կրող մարդ, ասենք երգի կամ նկարի կամ ուրիշ արվեստների հետ կապ ունի։ 8-ը նշանակում է, թե մարդն ինչ պատասխանատվության զգացում ունի, պարտքի զգացում ունի, ասենք ինչքան իրան կարելի է ինչ-որ մի բան վստահել եւ ինքը այն կկատարի։ 9-ը նշանակում է, թե մարդ ինչքան հիշողություն ունի։ Եթե 3 հատ կամ 4 հատ 9 լինում, երբեմն նշանակում է, որ այդ մարդը օժտված է պայծառատեսությամբ, բայց դեռ չի կարողանում այդ պայծառատեսությունը աշխատացնել։ Ինքը կարող է մարգարեական երազներ տեսնել կամ ինչ-որ մի բան շատ արագ կանխազգալ, որը հետո կատարվելու է։ Դա շատ հետաքրքիր, բայց նույնտեղ շատ դժվար ճակատագիր ունեցող մարդիկ են նրանք, որովհետև իրանք հասկանում են իրանց բեռը վրա, իրանց վրա ու պետք է իրանք համապատասխանեն այդ տված օժտված Աստծուց տված նվերին, ասենց։ Երկրորդը ուրեմն այստեղ ըստ արդեն հորիզոնական բաների, շարքերի, այստեղ կարելի է որոշել, օրինակ առաջի շարքը, առաջի նպատակասլությունն է, թե ինչքան մարդ նպատակասլած է այս կյանքում եւ կարող է նպատակ դնել եւ հասնել այս նպատակին իր։ Երկրորդ ուրեմն իր ընտանեկան օժտվածությունները, թե ինչքան մարդ ընտանիքի նվիրված կարող է լինել, օրինակ հայրը կամ մայրը, երբ որ հայրանան, մայրանան, իրանք ինչքան կարող են լինել ծնող կամ ընտանիքի անդամ, ինչքան կնվիրեն ժամանակ իրենց ընտանիքին։ Երրորդը օրինակ նշանակում է, թե իրանք ինչքան իրանց համոզմունքների տեր են, այսինքն ինչքան հեշտ կամ դժվար իրանց կարելի է շեղել ինչ-որ մի իրանց համոզմունքների, իրանց աշխարհահասկացությունից եւ ինչքան կարելի է խոսքի, եթե մարդուն կարողանաս համոզես, որ սևը սպիտակ է, ինչքան իրան կարող են համոզվեն դրանում, որ սևը սպիտակ է կամ մածունը սև է, կոպիտ ասած։ Ստեղ օրինակ ես ձեզ համար հատուկ սա գծեցի, որովհետև ավելի ճիշտ էր եւի sense գծել, խմաճիկ բացատրել, քան օդում ինչ-որ մի բանի երևույթի մասին խոսել։ Սա էլ օրինակ սյունակներով շարունակությունն է մատրիցայի, ստեղ ըստ սյունակների նշանակում է ամեն մի սյունակը, օրինակ առաջի այս սյունակը ստեղից սկսած նշանակում է, թե ինչքան մարդը տաղանդներով օժտված է եւ ինչքան կարող է ըստ իր տաղանդների, շնորհների
զարգացնել այն շնորհը եւ ըստ ծնված օրվանից, ասենք, իրանք հասկանան, իրանց երեխան հետո երգիչ կդառնա, պարող կդառնա, կամ նկարիչ կդառնա, կամ այլ ոլորտում էլի այտենց, որը արվեստի հետ կապ ունի։ Երկրորդ սյունակը, այստեղ տեսեք այս երկրորդ սյունակը նշանակում է նյութական հակումը մարդու, ինչքան մարդ կարող է նյութական կախված լինի, ինչքան ինքը, ասենք, փող է աշխատում, կամ ինչքան փող չի աշխատում, կամ ինչքան փողի կարիք ունենա հետո ինքը, ու ինչպես կլուծի այդ նյութական կարիքները։ Երրորդ սյունակը ստեղ նշանակում է իր ինքնագնահատականը կյանքում, այսինքն ինքը ինչքան մարդկանց կարող է վերևից նայի կամ ներքևից նայի, ինչքան ինքը կոմպլեքսներ ունի, որ չի կարող մարդկանց հետ հավասար ինչ-որ մի բան խոսել, ինքը միշտ կամ ցածր, կամ բարձր, կամ նորմալ կզգա իր դիրքը այս կյանքում, իր ոնց կընդունի իր դիրքը այս կյանքում, իր ինքնահաստատումը ինչպես կկատարվի այս կյանքում, ինքը ոնց կդիրքավորվի այս կյանքում։ Ու վերջի այս աղյուսակների այս բաժանումը այստեղ ըստ թեք գծերի այս, ուրեմն մեկը նշանակում է ինչքան մարդը հոգևորին տված է, ինչքան մարդ նյութական տրված է։ Սա օրինակ նշանակում է, թե ինչքան նյութականի է տրված եւ ասենք խոսքի եթե լինում է եւ երկու կողմն էլ զարգացած է լինում, ու ասենք մի հատ սենց համեմատություն բերեմ ձեզ, եթե ինքը իրան առաջարկեն ինչ-որ օպերայի կամ ինչ-որ համերգի կամ ինչ-որ հետաքրքիր ցուցահանդեսի գնալու եւ նույն համատեղ ժամանակ առաջարկեն ինչ-որ մի ծննդի կամ քեֆի մասնակցելու, թե ինքը որը դրանցից կնախընտրի։ Շատ անգամ լինում է, որ երկուսն էլ զարգացած են լինում ու դա բավական լավ է, որովհետև ստեղ կոչվում է ոնց որ արդեն ոսկե միջին է, էլի եկանք ոսկու հետ առնչվեցինք։ Կա եւ նման բաներ, երբ որ բացակայում են ինչ-որ սյունակի մեջ թվերը բացակայում են, ստեղ նշանակում է, որ այդ սյունակի մեջ այդ մարդը չկա, այդ մարդը զարգացած չի իր մոտ այդ շնորհքը, այդ հակումը, այսինքն ինքը կարող է, եթե փսակվել է կամ ամուսնացել է, կարող է շատ վատ ընտանիքի անդամ լինի, սաղոր դրսերը լինի խոսքի հասկանում եք, կամ ստեղ լինի, որ մարդ ութը ներկա չլինի, այսինքն ինքը շատ անպատասխանատու մարդ է, որ իրան ինչ-որ 10 առաջադրանք ինքը երբեք չի կատարի, կամ կկատարի այն ժամանակ, երբ որ իրան դա կոնկրետ իրան պետք գա։ Այսինքն, եթե նույնիսկ գործի ընդունելու լինեն մարդու, ես օրինակ կողմ կլնեի նման ինչ-որ անկետա լրացնեին ու մարդու միանգամից արկա կլներ, թե ինքը եթե ինչ-որ մի հատ լուրջ առաջադրանք տան, ինքը արդյոք դա կկատարի ու ինչքան կարելի է իր վրա հույս դնել։ Եթե ութը կա, ուրեմն ինքը կդնի, կաշխատի ինքը իր նպատակին կհասնի, եթե չկա, ըստ իր ցանկությամբ երկանի, երբ կուզի կանի։ Եվ նման սենց ոնց հասկացաք սկզբունքների, եթե
ասենք գծածները կա ու ուրեմն այդ ոլորտները ինքը թույլ է, ինքը չկա։ Բայց նաև լինում է, որ այդ ոլորտը չկա, բայց մյուս ոլորտը շատ պի զարգացած է, դա կախված է դրանց, թե այդ թվերի մեջ ինքը քանի 1-1-1 2-2 կամ կհավաքի ըստ իր ծնդական թվաբանության, ասենց ասեմ։ Եվ ստեղ լիքը դեռ նրբություններ կա, որ ասենք, եթե մարդը կուզենա հետո ինձ դիմել այդ հարցերով, որ ես հաշվարկեմ իրանց համար, իրանց թիվը ես մեծ սիրով համարները ներքևում գրված կլինեն, ցանկացած մարդ կկարողանա իմ հետ կապ հաստատի, ես ձեզ ավելի հետաքրքիր հետո ծրագրեր կառաջարկեմ ու ինչ ասեմ, շատ անգամ մարդիկ փորձում են այս ամբողջ անտեսել, սպասում են իրենց կյանքում ինչ-որ մի հատ արքայազնի, որ կգա ձիու վրա իրենց կփրկի, իրենց երազանքներով լի, բայց ցանկացած այդ իդեալների ոչ մեկ չի ասնում։ Այն հիման մարդու նման Հովհաննես Թումանյանի հեքիաթի մեջ, որ գնում է փողոցով ու բոլոր շնորհները Աստծո տված, որ ինքը հուշում են իրան, որ այս ծառը, որ ասում է, որ տակը ոսկի կա, որ քանդես, ես լավ կլնեմ, դու ոսկին կվերցնես այնտեղ, դե եւի բոլորը հիշում եք այդ հեքիաթը, հետո հասնում է գալին բաժին։ Ես ուզում եմ ասեմ, ստեղ կյանքում եւի երկու շատ կարևոր օրենք կա, այդ ոսկի հատումն է, որ բոլորիս մեջ է, նույնիսկ DNT-ի սպիրալների մեջ է ոսկի հատումն է աշխատում, եւ ոսկե միջինը, որ պետք է մարդ երկու չարի մեջ միջինը որոշի, որ կարողանա իր ճակատագիրը, ասենց ասած, ես այդ բառը չեմ սիրում, ամեն մարդ իր ճակատագրի տերն է, եւ ուզում եմ ասել, որ երկու ոսկի օրենքները աշխատում են, սակայն կուզեի զգուշացնել, որ ոչ մեկ ոսկու հետևից չընկնի, ոնց որ կուրքեր չսարքեն ոսկուց։ Այսքանը երևի, իմ սիրելի տիկնայք եւ պարոնայք եւ իմ սիրելի ոսկե երիտասարդություն, այստեղ ոսկին հենց ոսկի, այսինքն թանկարժեք, բայց հոգով թանկարժեք, պետք չի խոսքերին կպնել եւի, ամեն մի խոսք ունի իր այլաբանությունը, եթե ինքը ասված չէ նույն ոլորտում, նույն նշանակությամբ։ Շնորհակալ եմ բոլորին, ուշադրության համար, մինչ նոր հանդիպում եթերում։